Բարև այսօրերին բոլորի ուշադրության կենտրոնում բնականաբար Իրանն է, Իրան-Իսրայել հակամարտությունը, Միացյալ Նահանգների հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին։ Այս թեման դեռ եփվում է, շարունակում է զարգանալ, վաղը առաջիկա օրերին մենք բազմաթիվ առիթներ կունենանք անդրադառնալու այս թեմային։ Միաժամանակ Հայաստանում հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ իշխանության ներկայացուցիչներ, եկեղեցու սպասավորներ հակադրությունը, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը, այդ միջոցին մի խումբ անձանց ձերբակալումը եւ այն հարցերը, որոնք առնչություն ունեն կամ կարող են առնչություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության հետ։ Ես այսօր զրուցելու եմ մի պաշտոնյայի հետ, ով ի պաշտոնե հանձնառություն ունի լինել անկախ եւ անկողմնակալ։ Սա ազատ զրույցն է Ֆրենյուզի եթերում, ես զրուցելու եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, բարև ձեզ։ Մենք իհարկե չենք սահմանափակվի միայն իշխանություն, եկեղեցի եւ գործարար Սամվել Կարապետյանի կալանավորում թեմաների մեջ, ես պիտի օգտվեմ առիթից խոսելու նաեւ մարդու իրավունքների պաշտպանության մասին ընդհանրապես, խոցելի խմբեր այդ թվում, կանայք, երեխաներ, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, ազգային փոքրամասնություններ եւ այլն եւ այսպես շարունակ ընթացքում։ Բայց սկսենք Սամվել Կարապետյանից, սա բավական մեծ ուշադրության արժանացավ, կարելի ասել աղմուկ հանեց հանրային քաղաքական շրջանակներում եւ նաեւ ձերբակալությունները, որոնց մասին ես նշեցի, ձեր դիտարկմամբ ինչ կատարվեց, ավելի ճիշտ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ինչ ուսումնասիրություններ է կատարել այս հարթության մեջ եւ ինչ խնդիրներ է վերհանել, համեցեք։ Շնորհակալ եմ, նախ շնորհակալ եմ հանրային հնչեղություն ունեցող որոշակի հարցերի անդրադարձի համար, բայց նաև շնորհակալ եմ, որ որոշել եք այդ թվում խոցելի վիճակում գտնվող անձանց իրավունքների հետ կապված հարցեր քննարկման առարկա դարձնել, որովհետև սա իրապես առանցքային դերակատարություն ունի որևէ երկրում իրավունքների պաշտպանության համակարգը իրապես պատկերացնելու համար, ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, որը ըստ էության հանրային հնչեղություն ունեցող կարևոր թեմաներից մեկի հետ է կապված, պիտի նշեմ, որ այս առնչությամբ մենք ոչ միայն իրականացրել ենք մշտադիտարկում զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկատվության, այլ նաև ամփոփել ենք այն բոլոր ահազանգերը, որ ստացել ենք մեր թեժ գծին, ամփոփել ենք այն բոլոր դիմում բողոքները, որ ստացել ենք այս գործընթացի շրջանակներում եւ նաև Իմ հանձնարարությամբ աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են նաև Սամվել Կարապետյանին եւ փորձել ենք նաև լսել հիմնական դիրքորոշումները եւ դիտարկումները։ Ըստ էության պիտի արձանագրեմ եւ երևի թե երկու հիմնական մասի բաժանեմ գործընթացի շրջանակներում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը, որովհետեւ մի մեծ բլոկ վերաբերում է այն բոլոր քաղաքացիներին, որոնք այս կամ այն ձևաչափով ազատությունից են զրկվել այս ընթացքում կամ որոնց մեքենաները օրինակ տեղափոխվել են հատուկ տարածք եւ սա ըստ էության նրանց կողմից բարձրաձայնված շատ կարեւոր հարցերից մեկն է եղել մեզ։ Այս առնչությամբ ես պարզաբանումներ եմ պահանջել իրավասու պետական մարմիններից, ավելի նշեմ նաև մեզ փաստաբանը ահազանգել է այն մասին, որ շատ անձինք ազատությունից զրկված վիճակում պահվել են օրենքով սահմանված ժամանակահատվածից ավել ժամանակահատվածի համատեքստում եւ այս բոլոր հարցերի առնչությամբ ես հիմա սպասում եմ պետական իրավասու մարմինների պարզաբանումներին։ Դեռ չունեք պարզաբանումներ։ Դեռևս չունեմ պաշտոնական գրավոր պարզաբանումներ եւ ինձ համար կարեւոր է շատ ունենալ այդ գրավոր պարզաբանումները, որովհետև իրավունքների խախտման կամ ենթադրյալ խախտման վերաբերյալ դիրքորոշում կարող եմ հայտնել միայն երկու կողմերին իհարկե լսելուց հետո, բայց կուզենամ այստեղ մի քանի կարևոր հանգամանքի անդրադառնալ, որովհետև մեզ բարձրացվել են հարցեր, որոնք ըստ էության համակարգային են Հայաստանում իրավունքների պաշտպանության համակարգի տեսանկյունից, որովհետև առաջին անգամ չէ, որ ես խոսում եմ մեքենաներ օրինակ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու գործընթացների դրանց իրավաչափ լինելու չափանիշների մասին, առաջին անգամ չէ, որ խոսում եմ այն մասին, թե ինչպես է պետք անձանց ազատությունից զրկել, որպեսզի դա լինի իրավաչափ եւ մենք ոչ թե վերածվենք այսպես կոչված, հա, իրավապահ համակարգի հայեցողության պետության, այլ լինենք ուժեղ իրավապահ համակարգ ունեցող պետություն, որտեղ համակարգը իրավաչափ է գործում եւ այս առնչությամբ պետք է նշեմ, որ առնվազն կարեւոր եմ համարում, որպեսզի օրինակ այն բոլոր դեպքերում, երբ անձանց ավտոմեքենա
ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ տարածք, մարդկանց պատշաճ պարզաբանում ներկայացվի եւ նրանք տեղեկացված լինեն հիմքերի առնչությամբ, որովհետեւ սա շատ կարեւոր է իրավական պետության դիտանկյունից, շատ կարեւոր եմ համարում, որպեսզի անձանց ազատությունից զրկելու բոլոր գործընթացները խիստ պահպանեն այն բոլոր չափանիշները, որոնք թե օրենքով, թե միջազգային չափանիշներով են սահմանված, որովհետև հակառակ պարագայում, եթե մենք անընդհատ գործ ունեցանք այդ չափանիշների խախտումների հետ, որևէ մեկ այստեղ չի կարող երաշխիք ունենալ, որ վաղը դա տեղի չի ունենա ցանկացած այլ անձի հետ։ Ինչ վերաբերում է երկրորդ հանգամանքին, որը ըստ էության քաղաքական դրդապատճառներով, հետապնդման հետ կապված բոլոր հայտարարություններին է առնչվում, ապա պիտի նշեմ, որ ես դուք էլ նշեցիք, որ անկախ եւ ապաքաղաքական մարմին եմ ըստ էության ներկայացնում եւ եթե ի սկզբանե ասեմ, որ գիտեք, որևէ մտահոգություն չունեմ այդ առումով կամ հակառակը ասեմ, ամեն ինչ պարզ է, ըստ էության որևէ բան ուսումնասիրելու լրացուցիչ կարիք չկա, կնշանակի, որ ես քաղաքական բևեռներից մեկն եմ ներկայացնում, որովհետեւ առնվազն չի կարող մարդու իրավունքների պաշտպանը այս իրավիճակում չունենալ մտահոգություններ քաղաքական դրդապատճառներով որոշակի գործընթացների առնչությամբ, բայց նաև չի կարող առանց պատշաճ պատկերացում եւ ամբողջական տեղեկատվություն ունենալու վերջնական դիրքորոշում հայտնել։ Ես ասեմ, նույն մտահոգություններ հնչում են։ Պնդումներ, որ կալանավորումը եւ ձերբակալությունները չեն բխում իրավական պետության սկզբունքներից եւ ընդդիմության գործիչներին քաղաքական դրդապատճառներով գործեր են հարսում եւ այլն, այս կարգի պնդումներ տեսակետներ հնչում են։ Բնականաբար ես դրա համար հիմա նշեցի, որ եթե ես ասեմ, որպես մարդու իրավունքների պաշտպան չունեմ մտահոգություններ, դա միանշանակ կնշանակի, որ ես ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի գործառույթ եմ իրականացնում, այլ քաղաքական որևէ բևեռի եւ նույնը հակառակի պարագայում կարելի է եզրահանգել։ Հետևաբար այս փուլում այո, այդ մտահոգությունները ունենալով հիմա մենք ուսումնասիրություն ենք իրականացնում աշխատակազմը իմ հանձնարարությամբ, որոշակի հարցերի առնչությամբ եւ բնականաբար շատ ուշադրությամբ հետևում ենք այս բոլոր process-ներին, բայց դարձյալ շատ խնդիրներ Հայաստանում իրապես համակարգային են, այսինքն շատ իրավիճակներում մենք գործ չենք ունենում քաղաքական կամ հանրային, հնչեղ անունների հետ կամ այնպիսի գործիչների հետ, ում առնչությամբ տեղեկատվությունն անընդհատ տարածվում է կամ անմիջապես տարածվում է, բայց մենք նույն խնդիրները ունենում ենք շատ հաճախակի ռեժիմով, հետևաբար մենք իրապես պետք է մտածենք Հայաստանում այս համակարգը այնպես բարեփոխելու մասին, որ որևէ կողմնակի դիտորդի մոտ չառաջանա կամայական արդարադատության տպավորություն։ Մտահոգությունը ինչպես հասկանալ։ Տեսեք, մտահոգությունները հնչում են այսպես, որ գործարարների այդ թվում նաև գործարարների նկատմամբ գործեր են հարուցվում քաղաքական դրդապատճառներով, քաղաքական նպատակներով։ Այս հայտարարություններին ինչպես եք վերաբերում։ Նորից կրկնեմ, բնականաբար Հայաստանում հիմա դաշտը շատ բևեռացված է եւ ըստ էության յուրաքանչյուրին թվում է կամ յուրաքանչյուրը փորձում է ցանկացած գործընթաց ներկայացնել քաղաքական process-ի համատեքստում։ Ես ուզենամ նշել, որ երբեք որևէ մարդու իրավունքների պաշտպան չի կարող բացառել այդ հանգամանքը եւ քանի որ մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը դա շատ լուրջ առաքելություն է եւ ցանկացած դիրքորոշում, որ ներկայացվում է, պետք է լուրջ արժանահավատություն ունենա։ Իրապես հիմա մենք փորձում ենք դիտարկել բոլոր հնարավոր կողմերը, բացատրությունները, պարզաբանումներ եւ նաեւ տեղեկատվությանն ենք փորձում շատ ավելի մանրամասնությամբ տիրապետել, որպեսզի հնարավոր լինի այդ թվում այս հարցի վերաբերյալ դիրքորոշում ձևավորել, բայց նորից կկրկնեմ, այն բոլոր իրավունքների ենթադրյալ խախտումները, որոնց վերաբերյալ խոսում են հանրային, այսպես հնչեղություն ունեցող գործերով, մենք մշտապես հանդիպում ենք գրեթե բոլոր գործերի շրջանակներում եւ դա է պատճառը, որ ես ամենօրյա ռեժիմով խոսում եմ այն մասին, որ իրապես համակարգը ունի շատ լուրջ բարեփոխման կարիք եւ նաեւ համակարգը ունի կամայական արդարադատության այդ ձևաչափից իր վերաբերյալ նաեւ ընկալումները վերացնելու կարիք։ Հաջորդ թեման եկեղեցի իշխանություն, եկեղեցու ներկայացուցիչներ, սպասավորներ, իշխանության ներկայացուցիչներ այս հակադրությունն է, փոխադարձ մեղադրանքները, փոխադարձ հայտարարությունները, դուք սրան ինչպես եք վերաբերում, ինչ գնահատական ունեք։ Արդյոք էլի ձեր մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից, եթե նայում ենք, այս փոխադարձ հայտարարություններում դուք խնդրահարույց բան տեսնում եք, ատելության խոսք տեսնում եք։
Ըստ էության ես բնականաբար կողմ եմ տարբեր հարցերը հանրային դաշտում պատշաճ մակարդակով քննարկելու ձևաչափին, որովհետև բնականաբար հանրային ժողովրդավարական քննարկումներից են ծնվում նաև տարբեր հարցերի լուծումները, բայց այդ բոլոր քննարկումները պետք է ընթանան գոյություն ունեցող թե իրավական, թե էթիկական չափանիշներին համապատասխան։ Եթե խոսքը վերաբերում է այս ընդհանուր գործընթացներին, ապա պետք է նշեմ, որ առաջին հերթին պետք է նախ տարանջատել խոսքի այդ թվում ոչ իրավաչափ խոսքի այլ տեսակներից, որովհետև Հայաստանում այդ թվում շատ անձինք, ովքեր իրավունքի կամ իրավապաշտպանության բնագավառում են գործունեություն իրականացնում, ատելության խոսք են ներկայացնում խոսքի այն բոլոր տեսակները, որ իրենց կարծիքով իրավաչափ չեն, բայց ատելության խոսքը դա խոսքի հատուկ տեսակ է, որը ըստ էության ենթադրում է անձանց կամ նրանց խմբի թիրախավորում կամ նրանց նկատմամբ խտրական խոսույթի կիրառում իրենց ինքնությունը պայմանավորող որոշակի հատկանիշներով պայմանավորված, օրինակ սեռ, էթնիկ պատկանելություն, ազգային պատկանելություն, կրոնական համոզմունքներ կամ դրանց բացակայություն, հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանք եւ այլն եւ այլն։ Եթե ատելության խոսքը ոչ թե ատելության խոսք, այլ ոչ իրավաչափ խոսք։ Հիմա, բայց ես կուզենամ ի սկզբանե, քանի որ ատելության խոսքի մասին նշեցիք, ի սկզբանե ատելության խոսքի վերաբերյալ խոսելիս պետք է նշեմ, որ ինձ համար այս ամբողջ գործընթացի շրջանակներում այո մտահոգիչ երևույթներ եղել են, որովհետև նաև նախորդ տարի ըստ էության առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական քաղաքական շարժում է առաջնորդել եւ այդ քաղաքական շարժումը մարդու իրավունքների տեսանկյունից եւ ատելության խոսքի տեսանկյունից եթե վերցնենք ակնհայտորեն աչքի է ընկել օրինակ կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության, էթնիկ պատկանելության եւ այլ հիմքերով շատ լայն ատելության խոսքի տարածմամբ։ Եվ սա միանշանակ ես վտանգավոր եմ համարում, որովհետև ցանկացած կրոնական կազմակերպություն, եկեղեցին ինքնին պիտի այսպես համերաշխության եւ հանդուրժողականության քարոզիչ լինի եւ ունենալ քաղաքական շարժում, որը իրապես շատ մեծ ծավալ ունի հենց դասական ատելության խոսքի, դա միանշանակ շատ վտանգավոր է։ Երկրորդ դիտանկյունից բնականաբար կարևոր է, որպեսզի ցանկացած հանրային հարց քննարկման առարկա դառնա այդ թվում պաշտոնատար անձանց կողմից, էթիկայի վիրավորանքը բացառող եւ այլ խոսքի շրջանակներում եւ այս առումով է բնականաբար կարևոր եմ համարում, որպեսզի Հայաստանում բոլոր պաշտոնատար անձինք, նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձինք հաշվի առնեն այս չափանիշները։ Ես իհարկե էթիկա գնահատող մարմին չեմ ներկայացնում եւ պաշտոնատար անձ չեմ, որովհետեւ այդպիսին կոնկրետ պաշտոնատար անձանց պարագայում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է եւ նաեւ անընդհատ երբ այս հարցի վերաբերյալ տարբեր հարցեր են հնչում, նշում եմ, որ շատ կարեւոր կլինի իրավասու մարմնի տեսակետը հարցի առնչությամբ ձևավորել, բայց մարդու իրավունքների տեսանկյունից ես նաեւ կարեւոր եմ համարում, որպեսզի բոլոր հարցերը այո քննարկման առարկա դարձվեն, բայց դարձվեն պատշաճ մթնոլորտում, այնպիսի մթնոլորտում, որը օրինակ չի կարող ենթադրել վիրավորանքի կամ նման տարրերի արկայություն խոսքի շրջանակներում, հետևաբար այս բոլոր հանրային քննարկումները պետք է նախ իրականացնել իրապես զսպվածության ձևաչափով, եկեղեցին միանշանակ չի կարող դառնալ ատելության խոսք տարածող քաղաքական դերակատար, միաժամանակ պետական իշխանությունն էլ պետք է պահպանի իրեն վերաբերելի բոլոր սահմանափակումները ու նաև փաստացի միջամտություն կրոնական կազմակերպության ինքնավարությանը բնականաբար չի կարելի խղճի ազատության կոնտեքստում, հետևաբար այս առումով էլ շատ կարևոր է, որպեսզի պետական իշխանությունը չունենա միջամտություն կրոնական կազմակերպության ինքնավարությանը, բայց նաև եկեղեցին, կրոնական կազմակերպությունը դարձյալ չդառնան ատելության խոսք եւ ատելության ըստ էության քարոզ իրականացնող քաղաքական շարժման դերակատար։ Հիմա ինչ անենք, եթե եւ խոսքի եւ գործունեության այդ սահմանափակումները չեն պահպանվում, չեն պաշտպանվում, ինչպես կարելի է հասնել կառուցողական առողջ երկխոսության առանց այդ ագրեսիվ խոսքի, ոչ իրավաչափ խոսքի։
Դրա տեղատոմսեր կան։ Մենք պետք է անընդհատ հատկապես հանրային գործիչները, որոնք ոլորտի հետ կապված ունեն դերակատարություն, պետք է adekvat ոչ միայն վերլուծեն իրավիճակը, նաև փորձեն հանրային սոլիդարության միջավայր ձևավորել, որովհետև ես կուզենամ հատուկ շեշտադրել, որ երբ մենք այս երևույթների մասին ենք խոսում, մենք չենք կարող դրանց վերաբերյալ խոսել այսպես կյանքից եւ ամբողջ դաշտից կտրված մակարդակով, որովհետև օրինակ մենք պահանջում ենք պաշտոնյաներից պահպանել օրինակ, հա, վարքագծի կանոնները պաշտոնյաներին վերաբերելի, բայց դրան զուգահեռ իրականությունում մասնագիտական բոլոր համայնքները ամենօրյա ռեժիմով ոչ միայն վարքագծի կանոն են խախտում, այլ նաև ամենօրյա ռեժիմով ատելության խոսք են տարածում։ Օրինակ, չի կարող փաստաբանական համայնքը եւ ակտիվ, հա, հրապարակային փաստաբանություն իրականացնող դերակատարներից շատերը, որոնք հենց երևում են, հա, մյուս փաստաբանները իրենց շատ կարևոր էթիկական սկզբունքների պահպանմամբ, շատ մասնագիտական աշխատանքով երբեմն չեն երևում, հա, հանրային դաշտում եւ երևում են մարդիկ, ովքեր ամենօրյա ռեժիմով ատելության խոսք են տարածում, ամենօրյա ռեժիմով իրավունքի սկզբունքներին լրիվ հակասող գործունեություն են իրականացնում, կամ ունենք ակադեմիական միջավայր, որտեղ ունենք նույն իրավիճակը եւ երբ օրինակ այսպիսի մասնագիտական հանրույթներում, որտեղ ամբողջ աշխարհում է, հա, ընդունված շատ խիստ ձևով պահպանել այս սկզբունքները, չպահպանելու պարագայում ունենալ պատասխանատվություն եւ քաղաքական գործիչների պարագայում գրեթե բոլոր երկրներում է, հա, դաշտը մի քիչ ավելի այսպես լիբերալ, որովհետեւ մի փոքր այլ են նրանց վրա տարածվող կանոնները եւ մի քիչ այս մասնագիտական հանրույթներն են, հա, ինչ որտեղ այդ սահմանները ցույց տալիս, երբ մենք ունենք իրավիճակ, երբ այն հանրույթները, որոնք իրենք պիտի իրավիճակ ձևավորեն, իրենք են այդ ամենը խախտում, կներեք, բայց անհնար է խոսել իրական հանրային սոլիդարության մասին, հետեւաբար ես կարծում եմ, որ այս բոլոր ոլորտներում պետք են շատ լուրջ բարեփոխումներ եւ պետք է հանրային դերակատարություն ունեցող գործիչները անընդհատ այս երևույթների վերաբերյալ ոչ միայն խոսեն, նաեւ կոչ անեն բոլորին իրապես ոչ թե պարզապես պահպանել սկզբունքները, այլ նաև որոշակի հանրային էթիկական սահմաններ ունենալ, նույնիսկ եթե իրավական տեսանկյունից պատժելի չի անձի արարքը, որովհետև բոլոր դեպքերում չէ, հա, որ կարելի է օրինակ նույն ոչ իրավաչափ խոսքի պարագայում խոսել քրեական պատասխանատվության մասին, դա ամենածանր խոսքի տեսակի պարագայում է, բայց նույնիսկ եթե պատժելի չէ արարքը իրավական տեսանկյունից, շատ կարևոր է, որպեսզի մարդիկ այդ հանրային էթիկական սահմանները միանշանակ գծած պահեն, որովհետև մենք կարող ենք անդառնալիության կետը այնպես անցնել, որ մենք արդեն ոչ թե խոսքի մասին խոսենք, այլ շատ ավելի վտանգավոր բացասական երևույթների։ Խոսում էիք եւ ես մտածում էի, որ այս իրավիճակում, երբ գերլարված, գերքաղաքականացված, գերբևեռացված հասարակության մեջ ենք ապրում եւ հիբրիդային պատերազմի, եթե կարելի ասել, շատ դժվար է գալ հասնել այդ կառուցողական երկխոսությանը եւ հանդուրժողականությանը, սոլիդարությանը, ինչի մասին դուք խոսում եք։ Ես միանշանակ համամիտ եմ ձեզ հետ եւ նաիվ պետք է լինել մտածելու համար, որ քաղաքական դերակատարները երբևէ բացի իրենց քաղաքական շահերից այլ հիմնական նպատակ են ունենալու, բայց դրա համար կան այլ դերակատարներ, որոնց մասին ես նաեւ նշեցի, որոնք բոլոր երկրներում են այդ սահմաններ գծողները, որովհետեւ քաղաքական ուժերը, եթե նաեւ դաշտը դիտարկեք, հա, տարբեր երկրներում, նրանք միշտ էլ ունեն մի հիմնական նպատակ՝ ընտրություններում հասնել կոնկրետ արդյունքի եւ դրա համար այլ դերակատարներն է, որ պետք է կարողանան այդ հիմնական կանոնները ու սահմանները գծել նաև, բայց ինչպես նշեցի, մենք այդ առումով ունենք իրապես շատ ձևախեղված մթնոլորտ։ Անցնենք առաջ, հիմա ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության մասին, պաշտպանության վիճակի մասին եւ ուզում եմ սկսենք հատկապես սահմանամերձ շրջաններից, այստեղ ինչ իրավիճակ ունենք, հատկապես Տավուշ, Սյունիք, ես գիտեմ, որ դուք հաճախ այցեր կազմակերպում եք, փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններց։ Իհարկե, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, Տիկին Մանասյան, մենք այս րոպեի ամենաարդիական հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերի մասին խոսեցինք, բայց ոչ պակաս կարևոր, թերևս ավելի կարևոր են մարդու իրավունքների պաշտպանության վիճակը առհասարակ եւ խոցելի խմբերը, բայց ես առաջարկեցի նախ խոսել սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների, նրանց այդ իրավունքների պաշտպանվածության մասին, ինչ իրավունքներ են խախտվում, արդյոք այդտեղ միայն անվտանգության հարցն է, թե նաեւ ենթակառուցվածքներին հասանելիությունը եւ այլն, դուք ավելի լավ կիմանաք։
Շատ ճիշտ նշեցիք, որ ես ինքս եմ հաճախ այցելում հատկապես սահմանամերձ բնակավայրեր եւ փորձում եմ այդ բեռը ոչ միայն թողնել աշխատակազմի վրա, այլ ինքս ներկա գտնվել տեղում, մարդկանց հետ շփվել, հասկանալ խնդիրները։ Նշեմ, որ խնդիրները այո միանշանակ բազմաթիվ են, չնայած այն հանգամանքին, որ տարիների կտրվածքով բավականին լուրջ այսպես զարգացումներ տեղի են ունեցել, բայց միևնույն ժամանակ խնդիրները շարունակում են գոյություն ունենալ եւ դրանք ես դեռ չխոսեմ իրավական լուրջ հարցերի մասին, դեռ խոսեմ ձեր կողմից հիշատակած ենթակառուցվածքների հետ կապված հարցերի մասին, որոնք ահռելի են եւ իրապես մարդկանց կյանքի վրա են ազդեցություն ունենում։ Օրինակ ջրի խնդիր, շատ բնակավայրերում սահմանամերձ, օրինակ մարդը ուղղակի իր տունը տաքացնելու վերաբերյալ, մտածելու տեսանկյունից է բավականին լուրջ բարդությունների միջով անցնում, գազաֆիկացման խնդիր, որը ըստ էության դարձյալ հատկապես ցուրտ ժամանակահատվածում բավականին լուրջ ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա, շատ կարևոր խնդիրներից մեկն է մարդկանց զբաղվածության հարցի լուծումը, որը եւս խնդրահարույց է հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որովհետև եթե մարդիկ չունեն զբաղվածություն կամ եթե քչերը ունեն զբաղվածություն, բնականաբար բարդ է նաև խոսել այն մասին, որ նրանք կարող են արժանապատիվ կյանք ունենալ սահմանամերձ բնակավայրում։ Մի շարք այլ հարցեր էլ կան, որ քաղաքացիները պարբերաբար բարձրացնում են, օրինակ նույն կենսաթոշակների ստացման, անկանխիկ եղանակով կենսաթոշակը ստանալու մենք այս պահին այդպես ընդհանուր միջավայր ենք ձևավորել, պահանջ ենք ձևավորել, բայց Հայաստանում կան սահմանամերձ բնակավայրեր, որտեղ բանկոմատներ չկան եւ փաստացի քաղաքացին կրկնակի բարդությունների միջով է անցնում այս բոլոր խնդիրները իր համար լուծելի դարձնելու առումով, այլ չասեմ նաեւ, որ կան բնակավայրեր, որտեղ նախակրթարաններ չկան եւ դարձյալ մարդկանց տեսանկյունից բավականին բարդ է իրենց առօրյան կազմակերպել, եթե երեխա են մեծացնում, երեխաների իրավունքների հետ կապված հարցեր են ու բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք միանշանակ պետք է մեր բոլորի ուշադրության կենտրոնում լինեն, որովհետև եթե մենք չմտածենք այս մարդկանց մասին եւ բացառապես կենտրոնանանք օրինակ հանրային հնչեղություն ունեցող 1 կամ 2 իրադարձության վրա, կստացվի, որ մենք իրապես չենք կարողանում իրավունքների համակարգ ձևավորել։ Դուք այցելում եք, գույքագրում եք, այսպես ասած, այդ խնդիրները ծանոթանում եք, վերադառնում եք, հետո մենք եւ ես ինքս պրակտիկա եմ ձևավորել պարտադիր ցանկացած այցից հետո խնդիրները գույքագրելուց անմիջապես հետո ես դիմում եմ պետական մարմիններին նախ այն դեպքում եթե անհրաժեշտ է պարզաբանում եմ պահանջում այն դեպքերում երբ որ պարզապես խնդիրն է արձանագրել եւ կարիք կա որպեսզի իրավասու մարմինը միջամտի եւ որոշակի քայլեր ձեռնարկի խնդիրը լուծելու ուղղությամբ պարտադիր իրականացնում ենք պետք է նշեմ որ մի շարք մարզային այցելությունների արդյունքում իրապես կարողացել ենք նաեւ հենց անհատապես քաղաքացիների համար խնդիրներ լուծել, օրինակ ունեին քաղաքացիներ, ովքեր դիալիզի հետ կապված խնդիր ունեին մի բնակավայրից մյուսը տեղաշարժվելու, օրինակ Գեղարքունիքի մարզում կարողացել ենք տեղափոխության խնդիրը, իհարկե ես չեմ ասում ամբողջապես բոլոր հարցերը լուծում ենք, բայց կարողանում ենք առնվազն քաղաքացիների համար որոշակի դերակատարություն ունենալ խնդիրները լուծելու հարցում եւ այս հարցում եւս լուծումներ առաջարկել եւ մի շարք այլ հարցեր էլ։ Ես չեմ ասի, որ բոլոր խնդիրները անմիջապես լուծում են ստանում, որովհետեւ խնդիրների մի մասը այնքան համակարգային հարցեր են, որ ժամանակ է պահանջում, բայց նաև երբեմն ես պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եմ ասում, որ անհրաժեշտ է շատ ավելի համակարգային եւ պրոֆեսիոնալ ու շուտապույտ մոտեցում որդեգրել հարցերի լուծմանը, որովհետեւ հակառակ պարագայում դրանք մնում են կուտակվում են եւ դրա վերաբերյալ հնարավոր չի լինում հետո լուծումների մասին խոսել։ Իսկ խնդիրները դիտարկելու, գույքագրելու համար դուք ինչ որ համակարգված մեխանիզմ ունեք մոնիթորինգային, թե պարզապես այցելում եք դուք կամ աշխատակազմի ներկայացուցիչները։ Ոչ միայն մշտադիտարկման այցերի արդյունքում ենք մենք խնդիրներ բացահայտում, այլ նաև մեզ ուղղող դիմումների եւ նշեմ, որ մեզ ուղղող դիմումների քանակը բավականին մեծ է, թե թեժ գծի նախազանգերը, թե նաև գրավոր դիմումները, որոնք ստանում ենք եւ սրա միջոցով ամփոփումներ ենք իրականացնում, նաև մեր տարեկան հաղորդումն է սրա հիման վրա կառուցվում, այսինքն տարեկան հաղորդման շրջանակներում գրեթե բոլոր խնդիրները գույքագրվում են նույն օրինակ հանրային ծառայությունների ոլորտի հետ կապված ջրի, էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման եւ այլ խնդիրները դրանք պարտադիր ներկայացվում են ու նաեւ քաղաքացիների կողմից ներկայացվող ահազանգեր, այսինքն սա
հրապարակային է իր բնույթով, բայց նորից եմ կրկնում, շատ կարևոր է, որպեսզի խնդիրների լուծմանը մենք մոտենանք շուտափույթ եւ պրոֆեսիոնալ լուծումների ձևաչափով։ Իհարկե շատ կարևոր է նաեւ, որ հրապարակային հնարավոր է լինում խոսել խնդիրների մասին, որովհետեւ կարող է լինել իրավիճակ, երբ ընդհանրապես որևէ մեկը չխոսի այդ հարցերի մասին, չբացահայտի խնդիրները, սա եւս առաջընթաց է, բայց միանշանակ է, որ լուծումներ պետք է լինեն։ Չխոսել, չբացահայտել ասացիք եւ ես անցնելով արդեն մարդու իրավունքների պաշտպանության ընդհանրապես եւ խոցելի խմբերին մասնավորապես պիտի անդրադառնամ կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը, սա այն դեպքն է, երբ որ քիչ են խոսում, քիչ են բացահայտում եւ շարունակում են մնալ խոցելի խմբում։ Միանշանակ սա այն ոլորտներից է, որը անընդհատ պետք է ուշադրության կենտրոնում լինի, որովհետև ինչպես շատ ճիշտ նշեցիք, ոլորտ է, երբ խնդիրները ընդհանրապես ժամանակահատված կար, երբ նույնիսկ չէին էլ բարձրաձայնվում, այսինքն որևէ մեկը չէր իմանում այդ խնդիրների մասին, շատերի համար դա խնդիր էլ չէր, նույնիսկ եթե իմանային էլ տեղեկատվությունը, դա շատ նորմալ երևույթ կարող էր լինել, միանշանակ, հատկապես բռնության, ընտանեկան բռնության, այո, եւ դրա պատճառով իրապես կարևոր է անընդհատ իրազեկել մարդկանց, թե որն է բացասական, որն է ընտանեկան բռնություն, որովհետև շատ դեպքերում նաև ընտանեկան բռնությունը պարզապես ֆիզիկական բռնության հետ են նույնացնում, մինչդեռ ընտանիքում բռնությունը միայն ֆիզիկական բռնության տեսքով չէ, որ դրսևորվում է, շատ այլ դրսևորումներ կան հոգեբանական, տնտեսական բռնության եւ այլն։ Բայց նշան, որ այս խնդիրները շարունակում են այո արկա լինել, որովհետև թե կանայք, թե երեխաները բռնության ենթարկվում են, շարունակում են ենթարկվել, նաև որոշ դեպքերում փոխված էլ չէ միջավայրը տեղեկացվածության առումով, որովհետև շատերի կարծիքով դա նորմալ է։ Եվ այս առումով ուզում եմ նշել, որ հիմնական լավ ասպեկտն այն է, որ բացահայտումներն են ավելի շատացել, հավանաբար դարձյալ իրազեկվածության մասով։ Ընտանեկան բռնության մասով պարբերաբար ենք դիմումներ ստանում, ըստ էության պետք է նշեմ, որ շատ դեպքերում դիմում են հենց այն պատճառով, որ չեն ուզում օրինակ այլ պետական մարմինների դիմել, խորհրդապահությունը պահելու եւ այլնի դիտանկյունից։ Ես չեմ կարող նշել, որ մենք այս ոլորտում ունենք այնպիսի ուղղակի լիազորություններ, որ առանց որևէ պետական մարմնի ներգրավման կարող ենք խնդիր լուծել, ոչ, որովհետեւ այստեղ կան պետական հստակ մարմիններ, որոնք գործառույթ ունեն ոլորտում, բայց մենք կարողանում ենք առնվազն այդ կապը ճիշտ ձևով պահել, հետևել, որպեսզի անձի վերաբերյալ տեղեկատվությունը չբացահայտվի, որովհետև շատ դեպքերում նաև ունեցել ենք անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիր, օրինակ քաղաքացին դիմել է իր հետ կապված ընտանեկան բռնության հարցով եւ հանկարծ այնպես է ստացվել, որ օրինակ իր ամուսինը տեղեկացել է այն մասին, որ ինքը իրավապահ մարմնին նման դիմում է ներկայացրել կամ նույնը երեխաների հետ կապված նշեմ, որ օրինակ սա շատ ակնհայտ է հատկապես սեռական բռնության կամ ոտնձգության դեպքերի պարագայում, որովհետև երեխաները հատկապես խոցելի են, հատկապես մեր տիպի միջավայրում։ Նշեմ, որ 1-2 դեպք մենք ունեցել ենք, երբ կարողացել ենք իրավապահ մարմինների հետ շատ լավ համագործակցել, որովհետև ի սկզբանե ենք զգուշացրել, այո, սեռական բռնության, սեռական ոտնձգության հետ կապված հարցերով, ի սկզբանե ենք զգուշացրել, որ խոսքը անչափահասի մասին է, մեզ է դիմել անձը եւ բնականաբար, եթե նույնիսկ շատ փոքրիկ տեղեկատվություն, հասանելի դառնա անձնական տվյալի առումով եւ այլն, դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Այս առումով կարծում եմ բավականին լավ համագործակցություն ենք ունեցել, բայց դարձյալ ոլորտային խնդիրները բազմաթիվ են ու այդ ուղղությամբ դեռ շատ երկար է պետք աշխատել, հատկապես նաև կրթության համակարգում տարբեր կարծրատիպային մոտեցումներ փոխելու ուղղությամբ։ Կրթության աշխատաշուկայի հասանելիության հարցում ինչ իրավունքների խնդիր կա հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Բավականին շատ են խնդիրները, ավելին ասեմ, երևի թե խնդիրներն ավելի շատ են, քան լուծումները, որովհետև հատկապես մատչելիության առումով հաշմանդամություն ունեցող անձինք միանշանակ տարատեսակ խնդիրների ոչ միայն բախվում են, այլ նաև այդ խնդիրների պատճառով ընդհանրապես շատ բարդ է դառնում նրանց աշխատաշուկայում ներգրավվելու process-ը։ Նշեմ, որ մեր շենքերը որպես այդպիսին գրեթե մատչելի չեն, խելամիտ հարմարեցումներ չունենք, ընդ որում սովորաբար երբ խոսում են մատչելիության մասին, անմիջապես պատկերացնում են անվասայլակի համար, կամ ցանկացած այլ նման ինչ-որ
տեխնիկական լուծումներ, հատկապես մոբիլության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար, բայց իրականում այս ոլորտը շատ ավելի լայն ոլորտ է, որովհետև այն ենթադրում է նաև օրինակ տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցումներ, լսողության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցումներ եւ այլն, այսինքն այս առումով նույնիսկ այն նվազագույն տարրական պայմանները չենք կարողանում այդպես պատշաճ մակարդակով երաշխավորել եւ այս առումով նաեւ կարծում եմ, որ շատ կարեւոր է խթանող քաղաքականություն իրականացնելը պետության կողմից, որպեսզի պետությունը կարողանա նաեւ ունենալ ծրագրեր, այդ թվում մասնավոր հատվածին խթանելու, աշխատաշուկայում ներգրավելու շատ հաշմանդամություն ունեցող անձանց, այս առումով կարծում եմ դեռ անելիքները չափազանց շատ են։ Մասնավոր հատված ասացիք, հիշեցի, որ բոլորին վերջերս մի նախաձեռնություն եք հանդես բերել բիզնեսի հետ կապված, բիզնես եւ մարդու իրավունքներ, դա ինչի մասին էր։ Կարծում եմ, որ նաև Հայաստանում ընդհանրապես բիզնեսին վերաբերելի ոլորտը քիչ է մարդու իրավունքների համատեքստում քննարկվում եւ նախաձեռնությունը ըստ էության այն մասին է, որ մենք պետք է կարողանանք երկու կարևոր հանգամանք երաշխավորել Հայաստանում գործարար գործունեությունը պատշաճ մակարդակի իրացնելու տեսանկյունից։ Առաջին հերթին այն, որ բիզնես գործունեությունն իրականացնելիս պետք է հաշվի առնվի պատասխանատու վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ, մինչդեռ այս առումով բազմաթիվ են խնդիրները, օրինակ աշխատողների իրավունքների հետ կապված մենք պարբերաբար բազմաթիվ խնդիրներ ենք արձանագրում, գործադուլի հանգստի իրավունք, անվտանգության եւ հիգիենայի պահանջներին համապատասխանող պայմաններ եւ այլն, շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքի առումով շատ դեպքերում նույնիսկ անպատասխանատու գործելակերպ ենք արձանագրում, օրինակ շենքերի քանդման աշխատանքները կամ կառուցման աշխատանքները այնպես են իրականացվում, որ անզեն աչքով էլ ակնհայտ է, որ չեն պահպանվում շրջակա միջավայրի հետ կապված եւ այլ իրավունքներին վերաբերելի կանոնները, բայց բացի դրանից պետք է նկատի ունենալ, որ պետությունը եւս պատասխանատվություն ունի բիզնես միջավայրի համար պատշաճ հարթակ եւ միջավայր ձևավորելու, որպեսզի Հայաստանում իրենք կարողանան գործարար ոլորտում գործունեությունը իրացնել բավարար միջավայրում եւ այս տեսանկյունից շատ կարեւոր է, որպեսզի նաեւ հարթակներ լինեն, որտեղ այս հարցերը քննարկման առարկա կդառնան։ Սա իդեպ նշեմ, որ Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպած մեր միջոցառումներ, որը նաեւ ինչ որտեղ բացառիկ էր իր բնույթով, քանի որ Հայաստանում սովորաբար այս հարցերը այս ձևաչափով քննարկման առարկա չեն դառնում, հույս ունեմ, որ հետագայում հարթակը պետական մարմիններ, գործարարներ, քաղաքասարակության ներկայացուցիչներ եւ նաև միջազգային կազմակերպություններ հնարավորություն կունենանք պատշաճ ձևավորելու եւ ինչ որտեղ նաև կամուրջ հանդիսանալու այս դերակատարների միջև գործարարության ոլորտին առնչվող իրավունքների հետ կապված հարցերը քննարկման առարկա դարձնելու համար։ Տիկին Մանասյան, ձեզ ավելի ճիշտ ձեր գործունեությունը ինչու են շատ հաճախ քննադատում։ Ու շատ հաճախ կարող է ես մի քիչ չափազանցրի, բայց նկատելիորեն քննադատում են, այդ քննադատություններին ինչպես եք արձագանքում, նախ ծանոթանում եք, ինչպես եք արձագանքում, ինչ եք անում, որպեսզի այդ քննադատությունները նվազեն եւ վստահությունը բարձրանա։ Շնորհակալ եմ այս հարցի համար, ըստ էության կարծում եմ անհնար է իրականացնել որևէ գործունեություն եւ նաեւ չքննադատել։ Այն էլ ինչպես ես նշեցի, գեր քաղաքականացված եւ գեր բևեռացված հասարակություն։ Միանշանակ եւ քանի որ խոսեցիք գեր քաղաքականացվածության եւ գեր բևեռացվածության մասին, ապա նշեմ, որ այն քննադատությունները, որոնք Հայաստանի ներսում են հնչում, մեր կառույցի հետ կապված, միանշանակ քաղաքականացված են, որովհետեւ իրենց մեջ որևէ տար չեն պարունակում մարմնի գործունեությունը կոնկրետ մեթոդաբանության տեսանկյունից գնահատելու առումով եւ ամենազավեշտարին այն է, որ սովորաբար սա իրականացնում են այնպիսի քաղաքական դերակատարներ, որոնք օրինակ խոսում են մեր հաստատության քաղաքական չեզոքության մասին այն պայմաններում, որ օրինակ իրենք մարդու իրավունքների պաշտպանի տեխնացու էին առաջադրել մի մարդու, ով ակնհայտ քաղաքական գործիչ է եւ քաղաքական գործունեությամբ է զբաղվում, կամ տարբեր հարցերի վերաբերյալ խոսում են իրավունքի բնագավառը ներկայացնող գործընկերներ, ովքեր նախկինում իրենք էին, հա, օրինակ անկախ մարմնի կամ անկախ որևէ իրավապաշտպան գործունեության դերակատարություն իրականացնում, բայց օրինակ ակնհայտորեն ոչ խոշտանգումների դեպքերի մասին էին խոսում, ոչ էլ այլ խնդիրների։ Հիմա այստեղ ամենակարևոր հանգամանքը այն է, որ նախ ես ինքս եւ մեր հաստատությունը կարողանանք իրապես
տեսնել մեր խնդիրները, թերությունները, որովհետև դրանք եղել են հաստատությունում միշտ, ավելին ասեմ, ցավալի է, որ հաստատության խնդիրները տարիների կտրվածքով տարբեր միջազգային կազմակերպություններ ներկայացրել են, բայց որևէ մեկը դրա վերաբերյալ չի խոսել։ Այդ թվում տարբեր հանրային դերակատարներ, ովքեր հիմա են փորձում այս հարցերի վերաբերյալ դերակատարություն ունենալ, հրապարակային խոսել եւ այլն։ Այսինքն հաստատությունը տարիների կտրվածքով ունեցել է խնդիրներ, բայց դրա վերաբերյալ որևէ տեսակի հանրային քննարկում ըստ էության չի իրականացվել։ Եվ շատ կարևոր է, որպեսզի ռեալ խնդիրները մենք կարողանանք բերել դաշտ, իսկ դրանք բազմաթիվ են, սկսած մարդու իրավունքների պաշտպանի ընտրության գործընթացների խնդիրներից, որի վերաբերյալ ի դեպ հանձնարարականներ ոչ միայն պետությանը, այլ հենց մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանն է տրվել, եւ անհրաժեշտ էր դրա վերաբերյալ նաեւ հրապարակային խոսել եւ դա է պատճառը նաեւ որ ես հիմա դրա վերաբերյալ հրապարակային խոսում եմ ավարտած հաստատության գործունեության տարբեր մեթոդներով որոնք ոչ միայն երբևէ հանրային քննարկման առարկա չեն դարձվել այլ այնպիսի տպավորություն է ձևավորվել որ օրինակ այս գործունեության տեսակը ճիշտ է սա սխալ է այն պայմաններում որ այդ ձևավորած տպավորությունը օրինակ ճիշտ գործունեության վերաբերյալ շատ դեպքերում լրիվ հակառակն է եղել միջազգային մարմինների արձանագրումներին հետեւաբար այս ոլորտի հետ կապված միանշանակ պետք է ընդհանրապես զերծ մնալ քաղաքականացումից, որովհետև դա նաև իր մեջ կարծում եմ քրական որոշակի օրենսդրությամբ արգելված արարքի տարրեր կարող է իր մեջ պարունակել, կենտրոնանալ հաստատության խնդիրների վրա, որպեսզի հնարավոր լինի լուծել այն խնդիրները, որոնք տարիների կտրվածքով են եղել եւ մինչեւ հիմա են գալիս, եւ բնականաբար փորձել այդ ամենը իրականացնել համատեղ ջանքերով, իսկ մեր խնդիրները տեսնել մենք ամենօրյա ռեժիմով ենք փորձում, որովհետև ես ինքս շատ ինքնակնդադատաբար եմ թե ինձ թե մեր գործունեությանը վերաբերում եւ իմ գործընկերները կհուշեն նաեւ թե ինչքան շատ եմ քննարկումներ իրականացնում հենց այդ հարցերի հետ կապված։ Եվ մեկ հարցելու ավարտենք ինքնակնդադատաբար ընդհանուր առմամբ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը առաջին կիսամյակում եւ թիրախները, ռազմավարական առաջնահերթությունները հաջորդ երկրորդ կիսամյակի համար։ Հայաստանում շատ բարդ է կիսամյակի համար առաջնահերթություններ ձևավորել, որովհետև ձևավորում ես առաջնահերթություններ, մեկ էլ հանկարծ տեսնում ես, որ իրավիճակը բոլորովին այլ ուղղությամբ է զարգացել, բայց դրա հետ մեկտեղ ես կարևորում եմ ընդհանրապես հայեցակարգային մոտեցումները բոլոր հարցերին եւ այդ պատճառով մի քանի առաջնահերթություններ բնականաբար մենք մեզ համար ունենք, շատ են առաջնահերթությունները, բայց մի քանիսի վերաբերյալ պարտադիր կխոսեմ Ատելության խոսք, դասական ատելության խոսքի մասին է խոսքը, որը դարձել ամենօրյա ռեժիմով տարածվում է, բայց չգիտես ինչու ոչ մեկ իրական ատելության խոսքի մասին չի խոսում, բայց ինչ որ խոսքի այլ տեսակների մասին է խոսում։ Իրավապահ մարմինների գործունեություն հավաքների ազատության, ուժի կիրառման համաչափության եւ այլ համատեքստում, որովհետեւ սա դեռևս շարունակում է խնդիր մնալ, կալանքների իրավաչափության հարցը, որը եւս շարունակում է խնդիր մնալ, փակ հաստատություններում ազատությունից զրկման վայրեր, նաև հոգեբուժական հաստատություններում եւ այլն, ընդհանրապես իրավունքներին առնչվող տարբեր հարցեր, հատկապես ինքնասպանությունների, ինքնավնասումների կանխարգելում, խոշտանգումների հետ կապված հարցեր, դրա կանխարգելում եւ գործերի քննություն այստեղ են բազմաթիվ խնդիրները, հանրային ծառայությունների ոլորտում անընդհատ են խնդիրներ արձանագրում, սոցիալ-տնտեսական բնագավառում իրավունքներ, շրջակա միջավայրի հետ կապված տարբեր հարցեր այդ թվում ձեզ արդեն մի քանի բան ներկայացրեցի նաև բիզնես ոլորտին առնչվող գործունեության տեսանկյունից զինված ուժերում իրավունքների պաշտպանություն, խոցելի վիճակում գտնվող անձինք եւ այլն, այսինքն ոլորտները շատ են, հիմա բոլորը չեմ էլ կարող թվարկել ըստ էության, բայց միանշանակ դրանց տեսանկյունից առաջնահերթությունը շարունակելու ենք պահպանել եւ փորձելու ենք այս խնդիրներին պատշաճ լուծումներ գտնել։ Հաջողություն ձեր գործունեության մեջ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ, կհանդիպենք։